President of the Republic of Armenia. Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթաժողովը նախաձեռնելու համար։ Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորման ուղղված վիթխարի ջանքերին, խաղաղապահպանությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի։ Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե աշխարհագրության, թե քանակական եւ թե որակական իմաստով։ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում, կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում։ 2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում նաև Իրաքում։ 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին։ 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք վճռական աջակցություն առաքելությանը եւ ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է։ Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը։ Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄՄԱԿ-ի UNIFIL առաքելությունում։ Այս տարվա հուլիսից մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող MINUSMA խաղաղապահ առաքելությանը։ Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության եւ համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի եւ կցագրված անձնակազմի նախապատրաստումը եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը։ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում։ Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի, թե մեծ եւ թե փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահպանությունը այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը։ Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր այն առավել ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ եւ ապահով աշխարհ։ Շնորհակալ եմ։